Շփոթված հայացքով, թաց, բայց ժպտացող աչքերով է Զվարթնոց օդակայանի ժամանման սրահ մտել Լինդա Էլջեքչյանը։ Լիբանանից թռել եկել է ամուսնու ազատության մասին լուրն առնելուց ժամեր հետո։ Ասես արդեն օդակայանում ամեն հայի մեջ Վիգենին փնտրելով։ Սև ու սպիտակ վերնազգեստ անփութորեն արձակած։ Նրա կյանքի սև գիծը 5 տարուց երկար է ձգվել։ Ի վերջո պետք է սկսվի սպիտակը։ Վիգենին շուտ գրկի, միասին թռչեն Լիբանան, ամուսնացնեն իրենց որդուն։ بدي اشوف فيكان هيدا اهم شيء لإلي ուզում եք տեսնել Վիգենին, այս ամենակարևորն է այս բանը, ասում եմ։ وبعدين كل شيء بفكر فيه Հետո մնացյալի մասին անպայման ցեզ դերեկացել եմ։ Ոչ մի ուրիշ բան ասել չի կարողանում, հիշում է Հայլուրի նկարանող խմբին։ Լրագրողները այս տարիների ընթացքում նրա ընտանիքի մի մասն են դարձել։ Լիբանանից տեսակապով հայ լրագրողների հետ շփումների ժամանակ է մի քիչ հանգստացել այն օրերին, երբ Շուշիում դիվերսիա նախաձեռնելու կեղծ մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգենը ինքնասպանության մասին էր մտածում Բաքվի բանտում։ Վիգենը հարցրեց, ինչ է կատարվում դրսում, ճիշտն ասա, Հայաստանը մեզնից հրաժարվել է։ Այստեղ հեռուստացույցով ասում են, որ հրաժարվել է ու գոռում էր հեռախոսի մեջ։ Վիգեն Էլջեքչյանը այսօր մի քանի ժամ հարցաքննվել է զինվորական քրեական վարչությունում։ Քնչական մասը իմ կարծիքով ավարտված է, ինչքան որ ես հասկացա, դեռ առողջական է կա։ Առողջական խնդիր ունի, մեջքի դիսկի պրոբլեմ ունի եւ վիզն էլ էսպես ֆիքսատորի մեջ է։ Այսօր ունի առողջական խնդիր ունի, դա երևի այդպես հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա։ Հարցաքննվել է նաեւ գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանը։ Հայրս շատ վատ առողջական վիճակում է, պետք է բաց վիրահատություն տաներ։ Ես նույնիսկ հիմա չգիտեմ։ Իմ հայրը ողջ է, սիրտը դիմացել է, թե չկա։ Վերա Խաչատրյանի հայրը Վագիվ Խաչատրյանը դեռ հավանաբար ի վիճակի չէ հարցաքննվել։ Նորքի սրտաբանականում է, որ ձեռքը բռնած այս մի լուսանկարն է հրապարակել Վերան ու գրել, որ նրա առողջական վիճակը այս պահին բավարար է։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս եւ ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վագիվ Խաչատրյանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ հայրենիք վերադարձած գերին պինդ է, լավ տրամադրություն ունի։ Քրոնիկ վիճակի հետ կապված բուժման ուրեմն ընթացքը կպլանավորվի եւ կիրականացվի եւ ամեն ինչ լավ է։ Բժիշկն է հայտնել, որ մի քիչ սրված է Վագիվ Խաչատրյանի սրտի խնդիրը։ Այս պահի դրությամբ ունենք տվյալ իրավիճակի թեթև սրացում, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ եւ հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք։ Երբ կպատմեն։ Կպատմեն Բաքվի բանտի իրական սարսափների մասին Վագիվ Խաչատրյանը, Վիգեն Էլջեքչյանը, Դավիթ Դավթյանը կամ Գևորգ Սուջյանը։ Գևորգը մի երկտող է գրել դեռ գերության մեջ գտնվող հայրենակիցներին։ Ես ձեզ չեմ լքել, տղաներ։ Հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ Գայանե Մովսեսյան, Լարա Առաքելյան, Հենիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։